Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նա թագավոր է։ Եվ եթե դու հասկանում ես ինչ է նշանակում թագավոր, որ Հիսուսն է քո թագավորը, ուրեմն դու հաղթել ես։ Եթե դու Հիսուսին միշտ թագավոր ես հռչակում քո կյանքում, ուրեմն դու հաղթել ես։ Գիտեք, Հիսուսը կարիք չուներ խաչը բարձրանալու ինքը իր համար։ Ինքը ոչ մի բան չէր արել։ Մենք նոր երգում ենք, որ ինքը ոչ մի բան չէր արել։ Ինքը անմեղ էր, կատարյալ անմեղ։ Ու ինքը միակն էր, որ կարողացավ Աստծու բոլոր օրենքները, պատվիրանները պահել եւ Աստծու առջև անմեղ եւ անարատ կատարյալ մարդ որպես տեսնենք մարդ անկյունից Հիսուսին, չնայած նրան, որ Հիսուսը Աստված է։ Մենք դա գիտենք, չվերադառնանք նորից դրան։ Բայց ինձ ու քեզ սիրելով Աստված տվեց իր որդուն։ Ես այսօր իմ վերնագիրը այս քարոզի կոչել եմ սենց. Պահիր սատանային պարտված քո կյանքում։ Սա մեր ձեռն է, գիտեք։ Սատանան արդեն պարտված է։ Դա փաստ է։ Ամեն դա փաստ է, Աստվածաշունչն է խոսում։ Այն ինչ որ մեր մտքերին է գալիս, որ սատանան հələ չգիտեմ ինչեր անում, այո անում է, բայց այն ինչ որ սատանան մեր մտքին փչում է, որ նա զորություն ունի, նա էս անում, այն անում, եւ դու այդքան ուժ չունես, դու այդքան զորություն չունես սատանային հաղթելու եւ այլ եւ այլ։ Գիտեք, ես հավատում եմ մի փաստի, որ Աստվածաշունչն է խոսում, որ սատանան արդեն պարտված է եւ դա փաստ է։ Եվ մենք պետք է այս հավատքը, այս փաստը ունենանք։ Այսօր խոսում ենք կարևոր հոգևոր ճշմարտության մասին։ Սատանան արդեն պարտվել է։ Պահել նրան պարտված մեր կյանքերում։ Կարող է մեկ ուրիշի կյանքում սատանան դեռ թագավորում է, բայց քո կյանքում սատանան պետք է պարտված լինի։ Գիտես, այսօրվա այս ուղերձը, այս խոսքը Աստված ուղում է ինձ ու քեզ, եկեղեցուն։ Սա վերաբերվում է քրիստոնյա մարդուն, ով որ դավանում է իր սրտի մեջ Հիսուսն է Տերը իմ, Հիսուսն է իմ թագավորը, Հիսուսն է իմ կյանքի փրկիչը։ Սատանան փորձում է ներթափանցել մարդու կյանք տարբեր ձևերով։ Գիտեք, պատահականությունների մի հավատացեք։ Հիվանդություն, դժբախտություն, տարբեր տեսակի անեծքներ, թղթաբանական պետության հետ կապված խնդիրներ, այսօր ակտուալ է ստեղ, եւ տարբեր բաներ, բայց նա կարող է մտնել միայն այնտեղ, որտեղ մենք իրան թույլ ենք տալիս։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Սատանան կարում է գործի, եւ նա ունի այդ իշխանությունը իր աշխատանքը անի մարդու կյանքում, բայց իմ ու քո կյանքում ինքը գործ չունի անելու։ Սատանան ինքը անօրեն է, ինքը չի նայում էլ օրենքին, ինքը օրենքից էլ առաջ է գնում։ Սատանայի ուժը գրած է, որ Աստծո օրենքն է։ Ինքը վերցնելով օրենքից փաստեր, տեսնում է մարդը, որ խախտում է օրենքը, եւ սատանան գալիս է որպես դատավոր, որպես դատախազ մարդու կյանքի վրա ու սկսում է մարդու կյանքը փչացնել, որովհետև սատանան օրենքից էլ առաջ է ընկնում։ Բայց գիտեք, մենք ունենք ելի եմ ասում մեկ փաստ, որ սատանան պարտված է։ Ես այսօր դրանից կխոսեմ, ես կխոսամ սատանայի գործերից, ես կխոսամ Հիսուսի գործից, թե մենք ում պետք է հավատանք եւ ում կողմը պետք է բռնենք, որ հենց մեր կյանքը փոխված լինի, իմ ու քո կյանքը փոխված լինի։ Գիտեք, գալիս է հիվանդություններ են գալիս, չմտածեք, որ ես մեծ եմ խոսում, ես հանգարց հիվանդություն չեմ հանդիպել կամ չգիտեմ դա ինչա կամ չեմ էլ հանդիպի։ Հանդիպել եմ շատ անգամ, տարբեր հիվանդություններ, բայց ոնց եկել է, տենց էլ գնացել է։ Դեռ կհանդիպեմ էլ, բայց ոնց կգա, տենց էլ կգնա, եթե ես մնամ հավատքի մեջ։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, ամեն մարդ իր հավատքով կփրկվի։ Ամեն մարդ իր հավատքով քայլեր կանի։ Առանց հավատքի մենք չենք կարող գոհացնենք Աստծուն։ Մենք չենք կարող ոչ մի բան անենք, որտեվ սա ամեն ինչը հոգևոր է, սա հոգևոր աշխարհ է։ Մենք հոգևոր աշխարհի հետ գործ ունենք։ Աստված քանդել է սատանայի գործերը եւ հավատացյալը չպետք է նորից վերաշինի դրանք որպես կուռքեր։
Գիտեք, եթե Աստված խոսում է, սատանային զինաթափել է եւ քանդել է սատանայի գործը, գիտեք, մենք մեր թերահավատությունով կարանք էլի սատանայի գործերը բարձրացնենք մեր մեջ։ Ու նա իշխանություն ունենա։ Ինչ որ մի տեղ մեր կյանքում, կլինի ֆինանսական սֆերա, կլինի, ասենք, բժշկության մեջ, հիվանդության մեջ, չէ, մենք կենտրոնանում ենք շատ դեպքերում տեսած բաների վրա, որտեղ սատանան մեր հայացքը ուղղում է տեսած բաների վրա։ Նայի ինչ խնդիր ունես։ Նայի քո թուղթանակին, օրինակ, դուլդունգա, շուտով քեզ հետ են ուղարկելու։ Բայց ուզում ես մնաս տեղ։ Դու ուզում ես մնաս այս երկրում, ով է ուզում ես երկրում մնա։ Ես ուզեցել եմ, շատ եմ ուզեցել։ Գիտեք, որտեղ այս երկիրը օրհնված երկիր է։ Ոնց ուզում ենք ասենք մեր հողը, մեր ջուրը, բայց շատերը ստեղ են, ինչի համար։ Եկեք համաձայնվենք, որ այս երկիրը օրհնված երկիր է։ Եվ Աստված մեզ բերել աստեղ, որ օրհնի։ Մենք անցած տարի ունեցանք, չէ, այս տարի էր, հələ տարին չի ֆռացել, ունեցանք Հայաստանում կոնֆերենցիա, հա, ու համարյա թե մի ամբողջ ինքնաթիռ ստեղի ծառայողներն էինք, տարբեր քաղաքներից, Դորտմունդից, Բելգիայից, Հոլանդիայից, Կոբլենցից, տարբեր տեղերից, տարբեր եկեղեցիներից ծառայողներ էին։ Համարյա թե ամբողջ ինքնաթիռի կեսից շատը մենք էինք։ Ու գնացինք, ու գիտեք, սենց խոսում ենք, ես հետո իմ մեջ հետաքրքրություն ծագեց, ես հատ բոլորին հարցնում էի, եղբայրներին, քույրերին, հիմնական եղբայրներին, ասում էի, որտեղ եք ապաշխարել։ Բոլորը ասում էին Եվրոպայում, բոլորը, ես ինքս էլ։ Ու ես ինքս ինձ նայում եմ, ասում եմ, Տեր իմ Աստված, եթե ես այն ժամանակ, երբ որ եկա իմ ապաշխարության ժամանակը լինեի Հայաստանում, միգուցե ես չապաշխարեի։ Դեք Աստված գիտի մարդկանց, ովքեր որտեղ պետք է ապաշխարեն, ովքեր ում հետ որտեղ պետք է հանդիպի։ Տարբեր ենք բոլորս։ Եթե ինչ-որ մեկը ինքը ունի այն բնավորությունը, այն բնությունը, որ Աստծուն կարա Հայաստանում հանդիպի, Աստված իր այդ Հայաստանում կհանդիպի։ Բայց եթե մենք այս ձև ենք, որ Աստված մեր հետ անպայման պետք է Եվրոպայում հանդիպի, քեզ բերել է Եվրոպա, որ քո հետ ստեղ հանդիպի Աստված։ Ամեն։ Ամեն դեպքում Աստված հանդիպում է մարդու հետ, որպեսզի օրհնի մարդուն, որպեսզի բերի մարդու կյանք հաղթանակ։ Եվ մարդու կյանքում գալիս է հաղթանակ միայն Աստծո ճշմարտության հիմքի վրա։ Ամեն։ Որտեվ մարդը լիովին ինքը իր կյանքով պարտված է։ Ես այսօր ուզում եմ քրիստոնյաների հետ խոսամ։ Ես այսօր ուզում եմ խոսամ եկեղեցու հետ։ Մենք այսօր ունենք հաղթանակ Հիսուս Քրիստոսով։ Տեսեք, Աստված պարտավոր չէր փրկել մեզ, ճիշտ է։ Որտեղ գրած է ամբողջ աշխարհը չարության եւ խավարի մեջ է, ամբողջ աշխարհը։ Մեծ հաշվով, եթե սենց վերցնենք, Աստված կարար վերցնել բոլորին ջնջեր, չէ՞, մինչև Հիսուսին էլ չտար խաչին, իր միածին որդուն։ Հիսուսը չէ, որ ինքն էլ էր մարդ որպես ծնվել ու ինքն էլ էր տագնապի մեջ ու իր հորը խնդրում էր Գեֆսեմանի այգում, ասում էր. Տեր, միգուցե ես բաժակը անցնի ինձանից, միգուցե ես չխաչվեմ, բայց հայրը ասես չէ որդիս, պետք է էսի անցնես։ Գիտեք, մի բան մենակ Աստծուն կանգնացրեց էդի չաներ։ Ինքը կարա, ինքը այն ժամանակ Մովսեսին էլ ասեց բռնեմ սաղին ջնջեմ, Մովսես ջան, մենակ դու ես մեջներից լավը, քեզանից նոր սերունդ սկսեմ։ Մովսեսը ասեց չէ Տեր, բայց դու խոսք ես տվել։ Գիտեք, ստեղ էլ այս Հիսուսի ժամանակներն էլ պետք է ամբողջ աշխարհը արդեն կործանվեր, ամբողջ աշխարհը, որտեղ Աստծո բարկությունը այնքան շատ էր բարձրացել, որ այդ բարկության բաժակը լցված էր։ Եվ այդ բարկության բաժակը պատկերացրեք, կամ Աստված, գիտեք, վերջի օրերում հայտնության մեջ գրած է, եւ Աստծո բարկության բաժակը հրեշտակը կլցնի այս աշխարհի վրա։ Եվ այն ժամանակ էլ, երբ որ ժամանակները լրացավ 2000 տարի առաջ, Աստծո բարկության բաժակը արդեն լիքն էր։ Նա պետքա թափեր այս աշխարհի վրա։ Ու գիտեք ինչ էր կատարվելու։ Ոչ մեկ չէր փրկվելու, որտեղ գրած է ամբողջ աշխարհը մեղքի խավարի մեջ էր։ Նույն Պետրոսը, նայ չի որ Պետրոսը գնաց Հիսուսի հետևից, ուրեմն ինքը լրիվ ազատ էր մեղքի մեջ չէր։ Ոչ բոլորը, որտեղ սատանան գրավել էր մարդու միտքը։ Սատանան իշխանություն ունի յուրաքանչյուր մարդու վրա, շատ թե քիչ։ Ամենաշատը կարանք տեսնենք լիովին դիվահարված կոնտրոլը կորցրած մարդ,
ամենակիչն է կարող չնկատենք, բայց իշխանություն ունի սատանան, այլ եւ այլ տեղեր մարդու կյանքում։ Եվ Հիսուսը եկել է, որպեսզի այս իշխանությունը խլի սատանայի ձեռից եւ ինչ անի։ Մարդու կյանքի իշխանությունը ում տա։ Քեզ տա։ Քեզ տա, որտեվ Աստված մարդուն ստեղծեց եւ նրան տվեց իշխանություն, ասեց իշխի ձկների վրա, իշխի կենդանիների բնության վրա, իշխի, ես քեզ իշխան եմ դրել, բայց սատանան այդ իշխանությունը գողանում է եւ մարդու կյանքը գողանում ու փչացնում է։ Տեսեք, Հիսուսը այսօր վերադարձնում է մեզ այս իշխանությունը։ Ես մի հատ տեղ եմ ուզում կարդամ, Կողոսացիների 2-րդ գլուխ 13-15 խոսքերը։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլպատության մեջ, իր հետ կենդանացրեց մեր բոլոր հանցանքները ներելով եւ ջնջեց մեր դեմ դատավճիռի ձեռագիրը եւ այն մեջտեղից վերացրեց ուխաչափայտին գամեց իշխանություններին ու պետություններին մերկացնելով հայտնապես խայտարակեց ու նրանց հաղթեց նրանով։ Տեսեք, Հիսուսը ստե ինչ է խոսում։ Ես մի քիչ այս խոսքի մեջ մնամ։ Նախ առաջինը մեռած էիք ասում է ձեր գործերի մեջ։ Մարդը իր գործերի մեջ առանց Աստծո մեռած է ինչին համար, որովհետև մարդուն ստեղծել է Աստված եւ տվել է մարդուն կատարելություն, կյանք, իշխանություն, որը որ մարդ կորցրել է։ Հիմա մարդ պետքա ապրի, գիտեք, ես միշտ sense եմ նայում, կենդանի մարդը, լիարժեք մարդը նա է, ում մեջ ապրում է Քրիստոսը։ Որտեւ Աստված նպատակով է մարդուն ստեղծել, աննպատակ չի ստեղծել մարդուն։ Աստված հենց Աստծո նպատակը եղել է մարդուն ստեղծի, որ հենց ինքը ապրի մարդու մեջ։ Ամեն։ Եվ երբ որ Աստված ունի մարդու մեջ կյանք, մարդն էլ ունի Աստծո մեջ կյանք։ Տեսեք, Հիսուսը ցնծում էր, միչև էր, անգամ իրան ծեծելով տարան խաչը ինքը խաղաղություն ուներ։ Ինչի, որտեվ հայրը իր հետ էր։ Ինքը միշտ էդի ասում էր, հայրը իմ հետ է։ Հայրը իմ հետ է։ Գիտեք, այնքան կարևոր է, ու Հիսուսը կատարյալ մարդ էր։ Հիսուսը կատարյալ մարդ է։ Եվ ինքը եկավ այս աշխարհ ծնվեց եւ մարդկության Աստված ցույց տվեց, ասեց, տեսեք, թե ոնց պետք է լինի մարդը։ Տեսեք, ես ձեզ այսենց եմ ստեղծել։ Ու ինքը հենց ապրում էր Քրիստոսի մեջ, Հիսուսի մեջ, ցույց տալով մարդկությանը օրինակ։ Նայեք, դուք էլ կարաք սենց ապրեք։ Դուք էլ կարաք Քրիստոսի քայլերը անել։ Գիտեք, այսօր ոչ մի մարդ իրավունք չունի ասի, դե ինքը Հիսուսներ ինքը արեց, ես չեմ կարող անի։ Մի րոպե, Հիսուսը արեց ինչ որ արեց, մարմնի մեջ արեց։ Ամեն։ Ինչ որ ինքը արեց այս աշխարհում, բոլոր գործերը, ավետարանները, երբ որ մենք կարդում ենք, ինչ որ Հիսուսը արեց, ինքը արեց, ինքը իր մարմնի մեջ։ Եվ ամեն մեկս այսօր կարանք նույն գործերը անենք։ Եվ Իրանից սովորենք։ Մենք այսօր սովորելու ենք Իրանից։ Մեռած էիք, բայց կենդանացրեց։ Գիտեք, սատանան ունի նպատակ քեզ սպանելու, բայց Հիսուսը ունի նպատակ քեզ կենդանացնելու։ Դատավճիռը, ինչի ենք մենք մեռած։ Ինչա մարդը մեռած եւ բոլոր աշխարհը մեղքի մեջ, որտեվ կա օրենք եւ կա օրենք խախտողը, դա մարդն է, դա ես ու դու ենք։ Ամբողջ աշխարհը մեղքի մեջ է։ Ինչի պատճառով, որտեվ ոչ մեկ օրենքը չկարողացավ։ Իսկ օրենքը սուրբ է։ Աստծո օրենքը դա իր բնությունն է։ Աստված ասում է, եթե դու ուզում ես իմ հետ լինես, ես ես եմ։ Գիտեք, մեկ-մեկ այսօր շատ են հարց տալիս, մարդիկ ասում են, սատանային ով ստեղծեց, Աստված չստեղծեց սատանային, կամ ասում են, սատանային Աստվածա ստեղծել, ես ասում եմ ոչ։ Լուցիֆերին, այո, Աստված է ստեղծել, բայց Աստված Լուցիֆերին ստեղծել է որպես փառահեղ մի հրեշտակ, որը պետքա փառաբաներ երկրպագեր իրան։ Բայց սատանան ո՞րնուց եկավ։ Գիտեք, եթե կա ճշմարտություն, եթե կա լույս, եթե կա քեզ ստեղծողը, դա Աստված է։ Բայց այն ինչ որ լույսից ու ճշմարտությունից հեռանում է, հակառակվում է ճշմարտությունը, դա դառնում է սատանա։ Իսկ ո՞նց ստեղծվեց սատանան։ Գիտեք, եթե Աստված հրեշտակներին կամ մարդկանց ստեղծեր ոչ ազատ կամք ունեցող, ես հավատում եմ, որ սատանա էլ չէր լինի։ Այսինքն Լուցիֆերը ինքը իր մեջ չէր հակառակվի Աստծուն ու չէր դառնա սատանա։ Բայց քանի որ Աստված ստեղծել է թե մարդկանց, թե հրեշտակներին կամք ունեցող էակներ, համար ամեն մեկը թե մարդը, թե հրեշտակը կարա իր կամքը արտահայտի։ Կամ ինքը
հասկանում է, որ իրան ստեղծել է Աստված ու ինքը առանց Աստծու կյանք չունի, կամ էլ ինքը կգոռոզանա, կասի Աստված կարում է, ես էլ կարամ, ես էլ իմ թագավորը կլինեմ, կամ ես էլ իմ կուռքերը կսարքեմ, կամ ես էլ իմ նպատակները կդնեմ։ Գիտեք, մենք չենք կարա Աստծուն ասենք շատ բաներ խի, ինչի, ոնց։ Գիտեք, նա է երկնքի ու երկրի արարիչը ու ստեղծողը։ Ով կարա Աստծու ձեռքին խփի ասես ինչ ես անում։ Ոչ մեկ։ Նա է միակը, որ չունի ոչ սկիզբ, ոչ վերջ։ Եվ մենք իրան ենք պատկանում։ Գիտեք, նրա մեջ ազատությունն է, նրա մեջ սերը։ Ես ուրախ եմ, որ Աստված ինձ սենց է ստեղծել։ Միտեղ հա մարդը գիտեք խիա գոռոզանում, որտեղ ունի կամք։ Գիտեք, ինչքան հիանալի է մարդը ստեղծված։ Հրեշտակից էլ հիանալի է ստեղծված։ Ճիշտ է, հրեշտակներն է կամք ունեն, բայց մարդը առավելություն ունի։ Մարդը ստեղծագործական բնություն ունի Աստծու նման, որ ինքը կարա ստեղծագործի, պատկերացնի, տեսնի, նկարի, սարքի, վերցնի, դնի։ Եվ դա Աստծու բնությունն է, որ մարդու մեջ դրած է։ Եվ այն մարդը կամ այն էությունը, որ չի կարում համակերպվի Աստծու հետ եւ հետ է գնում, ինքը ուզում է իրանը ստեղծի, առանձնանա, իր պետությունը ստեղծի, իր Աստծուց հեռու գնա, նա խավարով է բռնվում։ Եվ դառնում է Աստծուն հակառակ։ Դրա համար Սատանան հենց ինքը նշանակում է բառից բուն իմաստով թարգմանելով նշանակում է հակառակորդ, Աստծուն հակառակ։ Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Աստված է ամեն ինչի Տերը, իմ ու քո Տերը, եւ երբ որ մենք ընկած ենք մեղքերի մեջ, Սատանայի մտքերով բռնված, Աստված ինչ արեց։ Մեզի սիրելով իր սերը թույլ չտվեց, որպեսզի ջնջի ամբողջ աշխարհը, մի նոր ռասա սկսի։ Նրա սերը թույլ չտվեց, բայց Աստված տվեց Հիսուսին, որպեսզի մահանա մեկ մարդ, մեկ կատարյալը իր որդին վերցնելով բոլորի մեղքերը իր վրա, ու հենց այդ մեկից սկսի մի նոր կյանք, մի նոր սկիզբ, որից ունենք ես ու դու սկիզբ Հիսուս Քրիստոսից։ Հենց Հիսուսը դառավ մեր սկիզբը, դրա մասին է Հիսուսը խոսում, ասում է, եթե վերստին չծնվեք, իմ խոսքից չծնվեք, Աստծու արքայությունը չեք մտնի։ Գիտեք, վերստին ծնվածը Աստծու արքայության մեջ է եւ վերստին ծնվածը հաղթում է այս աշխարհի իշխանին, հաղթում է Սատանային։ Եթե մարդը վերստին դեռ ծնված չէ, նա չի կարա հաղթի Սատանային։ Նա չի կարող, որտեղ Սատանայի բնությունը իր բնության հետ համապատասխան է։ Նա ասում է ամեն ինչ օքեյ է, այսինքն ստեղ է հասկացողությունը մենակ։ Տեսած, լսած, շոշափած բաների վրա։ Եվ դրա համար Սատանան ուզում է մարդուն թողի այս մակարդակի վրա, որ տեսանելի, լսելի, ինչ տեսնում ես, ինչ լսում ես, ինչ կարաս կպնես, շոշափես, դրան հավատա։ Ցավում է միտեղ այդ հավատա, որ դու հիվանդ ես, բայց Աստծո խոսքը ասում է, ցավում է միտեղ այդ հիվանդ ես ռեալ, ասա ես առողջ եմ։ Մենք պետք է տեսնենք դա։ Գիտեք, բայց Աստված ասում է, խոսացեք այն, ինչ որ չեք տեսել։ Ինչի համար, որտեղ երկնքում Աստծո կամքը բարի է։ Երկնքում սկզբից սկսվում է հոգևոր աշխարհում։ Հետո գալիս է ստեղ։ Սկզբից ստեղ չի սկսվում, ինչ որ մենք ուզում ենք։ Մենք սկզբից ունենում ենք հոգևոր աշխարհում այն բարի կամքը, որ Աստծունն է ու մեր կյանքի վրա է, եւ մենք դա դավանելով մենք տեսնում ենք, արդեն քաշում ենք մեր կյանք ստեղ։ Եթե Աստծու կամքն է, որ ես առողջ լինեմ, ես պետք է դա խոսամ, դավանեմ, խոսամ, որ ես առողջ եմ, Սատանա դու պարտված ես, հա ցավում եմ իտեղս, ցավ հեռացի ինձանից, ես առողջ եմ Հիսուսի վերքերով, Հիսուսը իմ բժիշկն է, գիտես դու եթե ճշմարտությունով ու հոգով դավանում ես, այն ինչին հավատում ես, դա կատարվում է քո կյանքում, բայց պետք է սպասող լինենք, սա է ճշմարտությունը, սա այն հավատքն է, որ հաղթում է այս աշխարհին, ամեն, նայեք, Սատանայի նպատակը մահն է, մինչև սրան հասնելը, էլ եմ ասում, Սատանան միայն իշխանություն ունի մարդկանց վրա, ովքեր Հիսուս Քրիստոսի շնորհի մեջ չեն, ես ու դու այսօր Հիսուսի շնորհի մեջ ենք, ամեն, մենք փրկված ենք շնորհով, Հիսուսը խաչվել է,
սա է մեր մահը եղել, սա է մեր պատիժը եղել, ես ազատ եմ, ինչից եմ ազատ օրենքի խոսքից, որովհետև սատանան վերցնելով իրավունք օրենքից ուժեղանում է քո դեմ։ Ես օրենքի տակ չեմ։ Գիտեք, ամենամեծ սուտը խապկանքը, որ այսօր եկեղեցիներում ֆռում է, ու ես չեմ ուզում հանգարց մենք թողնենք դա կրոնականությունն է։ Այսենց պետք է անես, այսենց պետք է հագնվես, այսենց պետք է խոսաս, էսի մի արա, էնի արա, էսի մեղք կա, թե էնի մեղք չի։ Գիտեք, մեղքը ինչ է։ Մեղքը այնա, որ քո խիղճը քեզի կտանջի կասի մի արա սա։ Գիտեք, ես չեմ ուզում մենք լինենք այն եկեղեցին, որ միշտ ասենք իրար հարցնենք, սա մեղք է, թե մեղք չի։ Մեղքը միշտ հիշեք ինչ է։ Եթե քո խիղճը, քո սիրտը քեզ կսխվի, դասի լավ չարեցիր էսի։ Հասկացեք, որ Աստված ասում, Սուրբ Հոգին ասում, դա մեղք է, ուրեմն մի արա դա։ Կա մեկի համար դա մեղք է, մեկի համար դա մեղք չի, մենք չգիտենք։ Դրա համար ինչ որ լսում ես քո սիրտը, եթե քո սիրտը քեզ դատապարտում է ինչ որ բանի մեջ, այդքան է քո հասկացող, ուրեմն թող դա, հեռացի դրանից։ Եկեք զգուն լինենք Աստծո հոգուն եւ բաց լինենք Աստծո հոգին, որպեսզի Աստված հեռացնի մեզի կրոնականությունից։ Եվ տեսեք ինչ ա գրել, եւ ջնջեց մեր դեմ դատավճիռի ձեռագիրը եւ այն մեջտեղից վերացնելով ու խաչափայտին գամեց։ Էդի այն փնփնթոցն է, այն ձեռագիրն է սատանայի ամեն մեկիս կյանքի վրա։ Ինքը վերցնելով օրենքից ինչ որ բաներ է գրում, որ այս մարդը տես ինչքան սխալներ արել, մեղքերա գործել։ Գիտեք, ես հավատում եմ ոնց որ բարի հրեշտակը մեկ-մեկ մուլտիկների մեջ ենք, չէ՞, տես, ասես բարի հրեշտակը մի հատ sense գիրք ունի, քո կյանքի լավ պատմությունն է, լավ գործերն է գրում, չարն է, չար բաներն է գրում։ Գիտեք, մարդը չի կարա փրկվի, եթե չար բաներ է, գրածա ու գրածը կատարում է։ Բայց Հիսուսը հենց դրա մասին է խոսում, այդ ձեռագիրը սատանայի, որ ինքը գրել է քո կյանքի վրա ու անդադ տանում է Աստծուն ներկայացնում, ասում է, նայի ֆայնան ինչ վատ բաներ է արել, նայի տես ինչքան է օրենքը խախտել, նա ինչեր արել, այս սատանայի գրածը Հիսուսը բարձրացրեց խաչի վրա եւ կապեց խաչի վրա եւ պատիժը հենց հելավ խաչի վրա։ Ես ազատ եմ այդ օրենքից։ Օրենքը խախտում եմ, ոչ։ Օրենքը կատարողը իմ սրտի մեջ է։ Եվ օրենքը իմ համար հարազատ դառավ։ Գիտեք, խիա Հիսուսը ասում, ով վերստին չծնվի չի կարա փրկել, որտեվ Աստծո օրենքը պետքա իմ բնության հետ բռնի։ Դա Աստծո սիրտն է, օրենքը Աստծո բնությունն է, բայց ես մարդկային մարմնավոր մարդ եմ ու օրենքի հետ չեմ համապատասխանում։ Հա ուզում եմ, հասկանում եմ, որ դա լավ բան է օրենքը, ուզում եմ կատարեմ, ուզում եմ ճիշտ ապրեմ, բայց չի ստացվում, խի, որովհետև իմ բնությունը չի համապատասխանում Աստծո բնությանը։ Դրա համար Հիսուսը ինչ անում, բռնում է մեզի մի հատ վերածնում է նորից, չի սպանում, սպանելու փոխարեն ինքն է սպանվում, իսկ մեզ ինչ անում, ասում է ինձ հավատացեք, ես ձեզ մի հատ կվերածնեմ, նոր մարդ ձեր մեջ կստեղծեմ, նոր բնություն, նոր ստեղծագործություն իմ մեջ արդեն, եւ դուք ինձ կհասկանաք։ Դուք կհասկանաք իմ խոսքը, ձեզ արդեն հարազատ կլինի իմ խոսքը ու դուք կսիրեք իմ խոսքը։ Գրած է մենք Հիսուսին չենք տեսել, բայց սիրում ենք։ Խի։ Ոնց եղավ, այս ինչ հրաշք եղավ, որ մենք Հիսուսին սկսեցինք սիրել։ Խեն ժամանակ չէի սիրում ես Հիսուսին։ Շատ էի լսում, ծնվածս օրվանից քրիստոնյա երկրում ենք ծնվել, լսել ենք Հիսուսին։ Այսօր շատերն էլ քրիստոնյա երկրում ծնվում են, լսում են Հիսուս Քրիստոս, հեսա շուտով տոննա Քրիստոսի ծննդյան տոննա, չէ։ Մարդիկ տոնում են Սանտա Կլաուսներ, եսի նման բաներ, բայց չեն հիշում, որ Հիսուսն է ծնվել։ Բայց խենք ես ու դու հիշում, որ Հիսուսի ծնունդն է։ Խենք մենք Հիսուսին սիրում։ Պատճառը մեկն է, որտեվ Հիսուսը ծնել է մեզ ինքը իր մեջ նոր ստեղծագործություն ու մեր բնությունը համապատասխանում է իրան։ Մեր բնությունը սիրում է իր խոսքը, չենք տեսել, բայց ասում ենք, «Էս ինչ լավն է Տեր»։ Ու մենք արդեն կարող ենք կատարենք խոսքը։ Ոչ թե փախնենք խոսքից, այլ մենք կատարող ենք լինում։ Ճիշտ է, միտեղ են գնում ենք, միտեղ թերանում ենք, նորմալ է։ Ապաշխարությունով էլի կանգնում ենք, ընկած չենք մնում, որովհետև Քրիստոսը մեր կողմից է։ Իսկ եթե Աստված քո կողմից է, ով է քո դեմ։ Ամեն։ Մենք պետք է իմանանք այս փաստը, որ Հիսուս Քրիստոսը խաչափայտի վրա հանել է քո դեմ գրված մահապատիժը, որը որ ուժ ունի օրենքից։ Մենք շնորհի տակ ենք։ Ամեն։ Սատանան ունի մեկ նպատակ, վերջնական սատանայի նպատակը, որ մահ բերի,
մահ տա մարդուն, մահացնի մարդուն։ Ինչի՞։ Որտեվ դա իր վերջն է։ Սատանայի վերջը մահն է։ Հիսուսի վերջը վերջ չկա։ Հիսուսը ունի հավիտենական կյանք, սատանան ունի մահ։ Էն էլ նես մահ չի, որ սենց վերջանալու է ու գնա։ Սատանան գցվելու է կրակի լճի մեջ։ Դա ինքը չի սիրում։ Դրա համար ես բարձր եմ ասում, որ իր ականջները լսեն։ Սատանան գցվելու է կրակի լճի մեջ։ Գիտես, երբ որ սատանայի դեմքին իր ճշմարտություն ասում ես, ինքը գնում է, ինքը չի կարող դա լսի, որտեղ դա փաստա ու տենց էլ լինելու է։ Ինքը ժամանակ դեռ ունի այս աշխարհում թփրտալու, բայց իր ժամանակը մոտիկանում է։ Բայց մեր կյանքերում ինքը իրավունք չունի թփրտա, մեր կյանքերում ինքը պետք է իջացրած լինի մինչև վերջ։ Մենք տեղ չպետք է թողենք սատանային։ Հովհաննես 10:10 Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար։ Սա ունի մեկ նպատակ՝ գողը։ Սատանան անվանված է գող։ Հեսա ես սատանայի տարբեր անուններ այսօր կխոսամ։ Մենք պետք է իրան բացահայտենք այսօր։ Դες քրիստոնյայի կյանքը դա պատերազմ է։ Ու մեր պատերազմը պետքա տեսանելի լինի։ Մենք պետքա տեսնենք, թե ում դեմ ենք պատերազմում։ Մենք չպետք է ասենք սատանան էլ չկա, всё բրծավ ամեն ինչ, չէ, նա դեռ կա։ Քանի մենք ապրում ենք մարդս, ես ու դու, քրիստոնյաներս, Աստծո զավակներս, ապրում ենք դեռ այս ընկած մարմնի մեջ, սատանան դեռ իշխանություն ունի քո վրա։ Բայց քեզ տված է Հիսուսից իշխանություն, նրա իշխանությունը կապես ու իջացնես քո կյանքից։ Էդ է մեր պայքարը, մենք պետք է մինչև վերջ պայքարենք։ Սատանայի միակ նպատակն է հետևյալը՝ գողանալ։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու։ Գողանալ, սպանել եւ կործանել մարդու կյանքը։ Նա փորձում է գողանալ հավատքդ, կոչումդ, շնորհդ, հաջողությունդ, ուրախությունդ, քո կյանքի իմաստը։ Դա իր գողությունն է։ Գիտես, երբ որ սատանան գողանում է, դու կորցնում ես քո կյանքի իմաստը։ Երբ որ ինքը գողանում է քո հավատքը, չէ, ես այսօր իմ հավատքով եմ ապրում։ Հələ սատանան եթե տեղ տամ իմ հավատքը գողանա, ես կընկնեմ դեպրեսիայի մեջ։ Լուրջ եմ, ես կընկնեմ դեպրեսիայի մեջ։ Ինձ պահում է իմ հավատքը, ինձ կյանք է տալի եկեղեցին, ինձ կյանք է տալի այն ճշմարտությունը, որ Քրիստոսի մեջ է, ինձ կյանք է տալի Աստծո խոսքը, որ ստեղ գրված է, եւ Աստծո հոգին, որ հաստատում է այդ խոսքը։ Սա ինչ կյանք է տալի, սա իմ հավատքն է։ Մենք պետք է մեր հավատքը ուժեղ պահենք, ուժեղ ամուր պահենք, հանգարց սատանան չգողա, որտեղ ինքը գող է։ Ինքը ամեն ձև փորձելու է գողանա քեզանից։ Այն հավատքը, քո կոչումը Քրիստոսի մեջ։ Գիտես, ամեն մեկս կոչում ունենք Քրիստոսի մեջ։ Ամեն մեկս անուն ունենք Քրիստոսի մեջ։ Ամեն մեկս ունենք իդենտիֆիկացիա Հիսուս Քրիստոսի մեջ։ Մենք մեկ ենք, բայց մենք չենք լուծվում դառնում, չգիտեմ, ինչ որ խառը զանգված, ոչ, Աստված մեզ ստեղծել է, հələ տեսեք ինչ հիանալի է Աստված ստեղծել։ Ես իմ մատնահետք ունեմ, դու քո ունես, մենք մեր ձայնալարերը ունենք, չէ, ինչքան տարբեր են, ինչքան գեղեցիկ է, որ Աստված ռոբոտ չի ստեղծել մեզի։ Ամեն մեկս ունենք յուրահատկություն եւ կանչվածություն Աստծո մեջ։ Ու ինչքան հիանալի է, երբ որ մարդը իր կանչվածությունը գտնում է Աստծո մեջ եւ ասում է ահ Տեր, էս էր, այստեղ է իմ տեղը, այստեղ ես պետքա հիմնվեմ, այստեղից այս է իմ հիմքը, այստեղից ես պետքա բարձրանամ։ Գիտեք, Աստված մարդու մեջ դնում է կոչումներ, Աստված մարդու մեջ դնում է պարգևներ, որը որ սատանան գողանում է մարդուց, փակում է իր խավարով, որ հանգարց մարդը կյանքում չկարծի, որ ինքը կարա լավ երգի օրինակ։ Օրինակ եմ ասում, ու շատ նման բաներ, կարա լավ նկարի, կարա լավ նվագի, կարա լավ լինի ավետարանիչ, Աստծո խոսքը տարածի եւ նման տարբեր բաներ։ Գիտեք, Աստծուց դրած ամեն մեկիս մեջ ինչ որ բան կա, բայց սատանան փորձում է գողանա, մի թույլ տվեք, որպեսզի գողանա։ Նա գողանում է շնորհդ։ Այն շնորհը, որ Քրիստոսի մեջ ենք փրկված։ Գիտեք, սատանան երբ որ շնորհը գողանա, մեր մեջ կմնա մենակ մեկ բան՝ կրոն։ Եվ կրոնը չի փրկում մարդուն։ Դա շատ քիչ է, երբ որ մենք ասում ենք, ես հավատում եմ Աստծուն։ Մեր մոտ մի քույր կար ռուս եկեղեցուց, ասում է դե իմ ամուսինն էլ է փրկված էլի։ Ամուսինն էլ չի, ընկերն է, դեռ չեն էլ ամուսնացել։ Ասում եմ, ինչից վերցրեցիր։ Ասում է, դե ինքը հավատում է, որ Աստված կա։
ասում եմ հետո իշ դևերն են հավատում, որ Աստված կա։ Գիտեք, կրոնը կառուցվում է այն բաների վրա, ասենք այն օթի մեջ լողացող ոչ հիմք ունեցող հավատքների վրա, որը որ ոնց կարելի է հավատալ, եթե դա հիմք չունի։ Ոնց է հավատում եմ Աստված կա, ուրեմն փրկված եմ։ Դա քիչ է։ Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսը, որ շնորհով է մեզ փրկել։ Երանի այն մարդուն, որ Աստված մեղ չի համարել։ Դավիթը Սաղմոսների մեջ ասում է. «Երանի այդ մարդուն»։ Դեր հələ շնորհի դարաշրջան չէ, բայց ինքը մարգարեանում էր արդեն։ Դեր շնորհի դարաշրջան չէր, բայց Ավրահամը ինքը արդար կոչվեց։ Ինչի համար, որտեղ հավատաց։ Իր հավատով գրած Ավրահամը իր հավատով արդարացավ Աստծո դեմը։ Եվ այսօր ես ու դու արդար ենք։ Գիտես ինչքան մենք պետք է խոսանք ու մեր գիտակցության մեջ ներծծվի այս ճշմարտությունը, որ ես ու դու արդար ենք։ Ես չեմ ուզում մենք լինենք այն հավատացյալների նման, որ միշտ այնց գլուխներս կախազենք, կներես ինձ Տեր իմ Աստված ինձ մեղավորից, ես մեղավոր եմ, անդադար մեղավոր եմ, մի արեք նման բաներ։ Ես ու դու մեղավոր չենք։ Կարաս դրան հավատաս։ Հենց հավատաս կհաղթես սատանային։ Սատանան քեզ միշտ ուզում է այսինչ իջացրած պահի գլուխը ցենց իջացրած։ Գիտեք, դա հնազանդության տեսակ չի։ Ես մեկ-մեկ ասում եմ, հնազանդ մեկ-մեկ պետք է լինենք, ցենց հնազանդ գլուխներս կախ, միշտ մեղավոր ենք, մեղավոր։ Գիտեք, դա սատանայի ուզածն է, որ դու տենց լինես, որպեսզի նա քեզ տիրի։ Հենց մի բան անես, քեզ ավելի իջացնի, ավելի, այնքան իջացնի, մենք մինչև ցենց այն գնդակի պես ցենց կթռնես եկեղեցուց դուրս, հետո կհանգստանաս։ Գիտեք, միշտ գլուխները բարձր պահեք, ինչի համար, որտև Քրիստոսը վճարել է, Հիսուսը վճարել է, ուրախացեք այն փաստով, որ Հիսուսը ինձ արդարացրել է և իր արյունը այնքան թանկ է, որ ես ինձ ազատ եմ զգում, ես հաղթանակած եմ զգում, ես հասկանում եմ, որ Հիսուսը հաղթել է սատանային, ես չպետք է սենց իջնեմ, սատանան պետք է իմ կյանքում իջնի և հանկարծ գլուխը չբարձրացնի, հանկարծ ինձ չտանի կոնտրոլի մեջ կամ կրոնականության մեջ։ Դրա համար կյանքում թույլ չտար սատանան ու գողանա քո շնորհը, այն շնորհը, որով որ դու արդարացար։ Գործերով շատ բարի կամ քիչ բարի գործերով մարդը չի փրկվում։ Գործեր պետք է անենք, բայց ոչ թե փրկության համար, դա մեր պարտքն է։ Իրար լավություն անելը, իրար օգնելը, բարի գործը, դա չի փրկում մարդուն, դա իմ ու քո պարտքն է, որ մենք պետք է մինչև վերջ անենք, դա պարտք է, ամեն։ Այսօր որ մենք ծառայում ենք, նենց չի ես ծառայում եմ, որ Աստված ինձ փրկի, ոչ, ես կարամ չծառայեմ, գնամ մի ուրիշ եկեղեցում ամենավերջում նստեմ, բայց հավատամ Հիսուսին լինեմ փրկված։ Մենք ծառայում ենք, բարի գործ ենք անում, ես սա համարում եմ բարի գործ։ Եվ դա պարտք է ամեն մեկիս համար։ Այն ինչ որ դու անում ես, այն բարի գործը դա հենց Աստծո սերն է, որ մեկս մյուսի հանդեպ անում ենք։ Գիտեք, մենք պետք է ուղիղ լինենք մեկս մյուսի հանդեպ։ Կրոնը միշտ ուղղում է մարդուն Աստծո հետ լավ եղի, հավատա, որ Աստված կա, հավատա իր խոսքին, բառին, լավ իմացի, ուսանողներ ջան, մենք հիմա Աստվածաշնչյան դպրոց ենք սովորում, դա տված է մեզ, այս գիտությունը, որպեսզի մենք ունենանք գիտելիք, բայց հանգարց չկոպտանանք, որտև գիտությունը կարա կոպտացնի մարդուն, միշտ փափուկ պահեք ձեր սրտերը, թող Սուրբ Հոգու համար ենք մենք սովորում, որպեսզի նա օգտագործի այն խոսքը մեզի տանի ճիշտ ճանապարհներով ու ճիշտ ծառայության մեջ։ Միշտ պետք է Հիսուսից շատ բան չիմանանք հանգարց, ինքն է գրել այս գիրքը, իր հոգով է այս գիրքը գրվել, բայց Հիսուսը ասում էր իմ նման հեզ ու խոնարհ եղեք։ Բայց Հիսուսին կյանքում չէր տենա, ասենց գլուխը կախ ինչ որ մեկ-մեկ նկարում են իկոնաների մեջ, չէ, Հիսուսին ասենց նիհար, ինչ որ բրծած, ինչ որ Հիսուսը պլոտնիկ տղա էր իր մասնագիտությունով։ Ինքն էս գերաններ էր բարձրացնում, իջացնում, տապորով ձեռը աշխատում էր։ Ես չեմ կարծում, որ ասենց նիհար բրծած ինչ որ մարդ էր, ոչ։ Հիսուսին թող չնկարեն, Հիսուսը մեր սրտերի մեջ է։ Երբ որ ժամանակը կգա, մենք իրան կտեսնենք, ամեն։ Սատանան գողանում է քո հաջողությունը, քո ուրախությունը, քո կյանքի իմաստը։ Եթե մարդը ապրի անպտուղ, թալանված, այսինքն եթե սատանան թալանի քեզի, այդ ամեն ինչը գողանա, գիտես, դու կլինես արդեն անպիտան։ Այսինքն սատանան ի՞նչ է ուզում անի։ Այսօր եկեղեցիներում սատանան աշխատում է
Այն բանի վրա, որ որպես գող ինքը գողանում է մարդու մեջի այդ ամեն ինչը։ Շնոր, ուրախություն, քո պտուղները գողանում է եւ մարդը դառնում է անպտուղ։ Ես մնում է քրիստոնյա մարդը, չէ՞, ասենց ես ինչ անեմ, հա, ես ինչ կարամ անեմ, ասենց զորացի Տիրոջ հոգով։ Տիրոջ հոգով զորացի, Տիրոջով լցվի։ Նրա վերջնական վայրը սատանայի կրակի լիճն է։ Եվ ինքը չի ուզում մարդուն տկարացնի, անպետք սարքի, որ մարդը ոչ մեկին պետք չի։ Գիտեք, ես տենց եմ եկել Քրիստոս։ Ես մինչև Քրիստոսին հանդիպելը հենց տենց եմ եղել։ Եղել եմ ճակերտավոր քրիստոնյա։ 2005-ին ապաշխարել եմ, Հիսուսին Տեր ու Փրկիչ եմ ընդունել, բայց հələ չեմ հասկացել շնորհը ինչ է։ Մինչև 2014 թիվը։ Ու այնքան թալանված էի սատանայի կողմից, որ անպետք էի ինձ զգում։ Ոչ մեկին պետք չէ։ Իրականում sense որ ես ինքս իմ կյանքը sense նայում էի վերլուծում եմ, ես ինքս ինձ ասում էի, Տեր, ես ոչ մեկին պետք չեմ։ Ես թալանված մարդ եմ։ Իրոք սատանան ինձ լավ թալանել էր։ Ում եմ ես պետք։ Ավելի լավ է մահանամ, չապրեմ, որովհետև մեղքերից էլ չեմ կարող դուրս գամ, եւ այլ եւ այլ։ Բայց երբ որ գալիս է հոգին, Տիրոջ հոգին քեզ զորացնում է, ու քո կյանքը վերադարձնում է այն ինչ որ սատանան քեզանից գողացել է, հետ է վերադարձնում։ Մենք այսօր վերջում աղոթք ենք անելու։ Այն ինչ որ սատանան քեզանից գողացել է, որպեսզի հավատքովդ հետ քաշես այդ ամեն ինչը։ Ամեն։ Եվ այն վայրը, որտեղ դու թույլ ես տվել, որ սատանան մտնի եւ գործեր անի, այդ վայրը մենք պետքա կանչենք Տիրոջ հոգին։ Հիսուս Քրիստոսին կանչենք, թող ինքը լցնի այդ վայրը, որ սատանան տեղ չունենա մեր մեջ ընդհանրապես։ Հիսուսի նպատակը Հովհաննես 10:10 էլի անդրադառնամ, երկրորդ բաժինը։ Սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար։ Տեսեք, գողը եկավ, մի հատ կարաք այս նկարը պատկերացնեք։ Գողը եկա, որպեսզի գողանա, ոչնչացնի, կործանի քեզ։ Բայց մի անգամից հեռու չի Աստված ամեն մարդուց, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք։ Մի բառի մեջ, մի նախադասության մեջ մենք տեսնում ենք, որ Հիսուսը հեռու չի։ Հիսուսը միշտ մոտիկ է։ Միշտ մոտիկ է։ Որտեղ սատանան ինքը իր գործերը կգա կանի, իմացի որ Հիսուսը հետևում է իրան։ Իմացի որ Հիսուսը նրան չի թողնի, որ ինքը մենակ գա քո կյանք։ Եթե սատանան քո կյանք եկել է, հաստատ իմացի Հիսուսը հեռու չի քո կյանքից։ Ինքը մոտիկ է։ Իմ կյանքում եղավ մի պահ, երբ որ ես Հիսուսին ընդունեցի, ու իմ կյանքը փոխվեց, հենց առաջի օրերի մեջ էր, երբ որ ես պարկեցի քնելու, պարզ ձայն լսեցի, սատանայական ձայն, կոնկրետ ուղիղ ինձ ասում էր, հրաժարվի Հիսուսից, ես կգնամ քո կյանքից, ինքի մեջ վախ էր ցանում, ես սարսափ էի ապրում, ասում էր հրաժարվի, բայց գիտեք Հիսուսը մոտիկ էր։ Հիսուսն էլ եկավ այդ նույն վայրը, այդ նույն սենյակ, որտեղ ես սարսափ էի ապրում, ասես դու հասկանում ես, ես ով եմ։ Եվ երբ որ Հիսուսը ասեց հասկանում ես, ես ով եմ, ես հասկացա, որ ինքը ես եմ, Աստվածն է հենց։ Ես ոնց հրաժարվեմ Հիսուսից, եթե նա իմ արարիչն է։ Ում ընդունեմ, քեզ սատանա կամ քեզ հավատամ, քո ստին, դու ախր ստախոս ես։ Մենք շատ հեռու չենք գնում, սատանային ոնց գիրքը անվանում, մենք էլ ենք անվանում, նա ստախոս է, յուրաքանչյուր բառ, ինչ որ սատանան կասի, սուտ է եւ ֆրցրած է ամեն ինչը։ Բայց ճշմարտության Աստված Հիսուս Քրիստոսն է եւ ինքն է քեզ ու ինձ ստեղծել, որպեսզի նրա հոգին ապրի մեր մեջ եւ որպեսզի մենք կյանք ունենանք եւ առատ կյանք ունենանք։ Առատ կյանք ունենանք։ Ինչքան հիանալի է, որ մարդ առատ կյանք ունի, չէ՞։ Ինչքան ուրախալի է, ինչքան լավ է, որ մարդ առատ կյանք ունենա։ Հիսուսը մոտ է կանգնած ամեն մարդու։ Նա վճարել է փրկագինը եւ տալիս է մեզ։ Տունը կարդակ 20-23-ը, տնային աշխատանք, Սաղմոս 23 տանը կկարդակ։ Ազատություն, տեսեք ինչ է Հիսուսը մեզ տալիս, ազատություն, բժշկություն, կյանք, զորություն եւ ուրախություն եւ շատ նման բաներ։ Հիսուսը մեզ վերադարձնում է այն ինչ որ սատանան գողացել է։ Գիտեք, այսօր ես գիտեմ, որ շատերիս կյանքից ինչ որ բան կա պակաս։ Չէ՞։
ինչ որ բան գողացված է։ Այսօր մենք աղոթելու ենք, որպեսզի Աստված մեզ հետ վերադարձնի։ Ես մի փոքր կանրադառնամ հիմա սատանայի մեթոդներին։ Մի քանի հոգի կա, այսինքն հոգիներ շատ կան, բայց ես մի քանի հոգիների հիմա կանրադառնամ, որպեսզի մենք իմանանք սատանան ոնց է գործում մարդու կյանքում։ Օրինակ, վախի հոգի։ 2 Տիմոթեոս 1:7 խոսքում, որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց։ Երկչոտության հոգին դա հենց վախի հոգին է։ Վախի հոգին ոչ միայն զգացմունք է, այլ դա հոգի է հենց։ Վախը ոչ թե մենակ զգացմունք է, որ մարդը զգում է, չէ՞, վախ եմ, ոչ, դա հոգի է։ Ու այդ հոգին քեզի կանգնեցնում է։ Քեզի կանգնեցնում է համարձակ լինելուց, հավատալուց։ Այսօր շատ աշխարհիկ մարդկանց անգամ կարող ասես, եկեք գնանք եկեղեցի։ Եկեք գնանք եկեղեցի, լսենք Աստծո խոսքը, Աստծո ճշմարիտ խոսքը, մարդիկ վախենում են, որովհետև հենց այս սատանայական հոգին մարդու մեջ կանգնացում է, որպեսզի մարդը չունենա համարձակություն։ Այն սովետական տարիներից, անաստված սովետական տարիներից արդեն սովորացրել են հանկարծ այս հավատացյալների հետ չշփվեք։ Հանկարծ նրանց հետ չշփվեք, որտեղ նրանք ձեր գլուխը կլվան։ Գիտեք ինչքան մարդ եմ ճանաչում, ինքս ինձ էլ եմ ճանաչում, որ ոչ մեկի հետ չեմ շփվել, բայց Աստված իմ գլուխը լվացել է։ Գիտեք, մարդը չի մարդու գլուխը լվում, Աստված է մեր գլուխը լվում։ Երբ որ Պողոսը ասեց, Պետրոսը ասեց, Տեր, ոչ թե մենակ ոտքերս գլուխս էլ լվա, ասեց գլուխդ արդեն լվացած է։ Մնում է ոտքերդ լվամ։ Մեր գլուխները արդեն լվացած է Աստծո խոսքով։ Ինչ է, մեր գլուխները աշխարհիկ ժամանակ ձասարենի է եղած լինում։ Հայերեն չգիտեմ այդ բառը։ Այնքան կեղտով լցված է ախը, որ սենց քառակուսի ենք սկսում մտածել։ Բայց երբ որ Աստծո խոսքը գալիս է, սկսում է բացել, մաքրել, ու դու ուրիշ ձև ես սկսում մտածել, որովհետև քեզ ծնում է Աստված նոր հոգով եւ իր խոսքով, իր խոսքն է հենց քեզ ծնում եւ քեզ նոր մարդ է սարքում։ Միշտ իմացեք, որ վախը դա հոգի է, արտահայտվում է ներքին կոտրվածությունով, թերահավատությունով, մտահոգությունով, լարված միտք։ Վախը կարա լարի քո միտքը, միշտ մտահոգ լինես, միշտ անհանգիստ է պահում քեզ, մարդու սիրտը սենց միշտ անհանգիստ վիճակի մեջ է պահում, դա վախի հոգին է, խուճապ, ստրես, մտքի պարալիզացում, այս ամեն ինչը անում է վախի հոգին։ Վախը ներսից այդ հոգին, այդ սատանայական հոգին, ներսից մարդուն սպանում է։ Գիտեք, մենք պետք է ազատ լինենք այս հոգուց։ Մենք բնությունից մարդը ունի այդ զգացմունքը, այդ հասկացողությունը վախ, բայց այս հասկացողությունը պետք է ամբողջ երկյուղով Աստծու դեմ մենակ ուղղված լինի։ Մենք պետք է վախենանք հանկարծ Աստծու դեմ չմեղանչենք, Աստծուց հեռու չգնանք, Աստծուց չփախնենք եւ չմոլորվենք։ Մենք պետք է մենակ այդպես բաներից վախենանք, հանկարծ խաբեբան սուտ ասան սատանան հանկարծ ինչ չմոլորացնի տանի ուրիշ ճանապարհ, այս բաներից մենք պետք է վախենանք։ Բայց ոչ թե վախենանք Աստծո խոսքը ճշմարտություն խոսանք, կամ մեր սիրտը հանգիստ պահենք, կամ հիվանդություններից վախենանք։ Գիտես, որ վախենաս, այն շամպես է, շնից որ վախում է, շունը զգում է, չէ՞ որ վախում ես իրանից, ավելի է հարձակվում մարդու վրա։ Պետք չի վախենալ։ Ես մենակ Աստծուց եմ ուզում վախենալ, որտեղ Աստծուց վախեցող մարդը իմաստուն մարդ է։ Հաջորդ հոգին ասեմ, խաբեության հոգի, առաջի Տիմոթեոս 4:1 խոսք։ Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան եւ ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների, որ դևերի վարդապետությունն ունեն։ Խաբեության հոգին շեղում է ճշմարտությունից։ Ու այսօր շատ կա։ Գիտեք, մենք ամեն մեկս պետք է խոսքը կարդացող լինենք։ Ամեն մեկս պետք է Աստծո խոսքը լսող լինենք եւ աղոթող լինենք, որ Տեր, գիտեք, ես միշտ աղոթում եմ, չնայած նրան, որ ես կարդում եմ Աստծո խոսքը ամեն օր, ես միշտ աղոթում եմ, ասում եմ, Տեր, հանգարց ես չշեղվեմ։ Ես ինքս այդքան զորեղ չեմ, ոչ էլ ուժ ունեմ, որ հաստատ ասեմ, ես կյանքում չեմ շեղվի, բայց ես հույսս դրել եմ Աստծո վրա, գիտեք։
Ինչքան էլ ես կարդացած լինեմ Աստծո խոսքը, ինչքան էլ համալսարաններ ավարտած լինեմ, ինչքան էլ ասեմ շատ կամ քիչ բաներ գիտեմ, բայց իմ հույսը Աստված է։ Դրա համար ես իմ աղոթքի մեջ շատ անգամ ասում եմ Տեր, ինձ պահի հանգարց չշեղվեմ, այսօր այնքան մոլորեցնող բաներ կա, այսօր այնքան խաբեբայություններ կա կրոնների մեջ, ինձ պահի ես հանգարց չշեղվեմ։ Ու գիտեք, մենք պետքա միշտ պարզ հասկանանք Հիսուս Քրիստոսի խաչը, Հիսուս Քրիստոսի շնորհը։ Շնորհն է պետքա ճիշտ հասկանանք։ Մենք պետքա հասկանանք, որ այս շնորհով սատանան պարտվել է մեր կյանքում։ Սատանան խի է ուզում շեղի մարդուն, շեղի, որտեվ ինքը մի նպատակ ունի։ Շեղումը վերջում ունի մի նպատակ, որպեսզի սատանան ակտիվանա քո կյանքում եւ քո կյանքում գա որպես օրենսդիր եւ քեզ դատապարտող, որպեսզի այն ձեռագիրը, որ Հիսուսը խաչապայտին հանել, այդ ձեռագիրը էլի հանի ու սկսի քո կյանքում կարդա քեզ մեղադրելով։ Հիշում եք, ես ասել եմ, որ սատանայի հոգին միշտ մեղադրում է մարդուն։ Ասում է դու վատն ես, դու Աստծուն արժանի չես, դու մեղք գործեցի, ինչ սրտով կգնաս եկեղեցի։ Դա սատանայի հոգին է, լավ իմացեք։ Իսկ Աստծո հոգին նա չի մեղադրում երբեք մարդուն։ Աստծո հոգին խրատում է մարդուն։ Ասում է սիրելիս, դու ճիշտ չգործեցիր։ Գնա ներողություն մի տեղ ասա, հոխի քո միտքը, խրատում է, որ իսկ խրատը գիտեք ինչ է։ Խրատը միշտ այն է, որ քեզ ցույց է տալի ելքը։ Սատանան երբ որ քեզ մեղադրում է, ելք չունես դու։ Բայց Աստված միշտ ելքը ցույց է տալ, իսկ ելքը մեր ապաշխարությունն է։ Միշտ իմացեք, ինչ էլ որ լինի, մենք ունենք Հիսուս Քրիստոսի երկնքում, որ մեզ արդարացնում է եւ ինքնականգնած Աստծու եւ քո մեջտեղում։ Ամեն։ Գիտեք, խաբեության հոգին ինչ էլ է անում։ Գողանում է մարդու ուշադրությունը, խաթարում է մարդու հոգևոր տեսողությունը, փոխարինում է Աստծո խոսքը եւ շրջում է Աստծո խոսքը, բերում է կեղծ ուսմունքներ եւ սնահավատություններ։ Հենց սկզբից մենք պետք է պայքար ունենանք եւ հույսներս դնենք Աստծո վրա, պայքար ունենանք սատանայի հետ։ Գիտեք, երբ որ ինչ-որ բան տեսնում ենք չի ստացվում մեր կյանքում, մարդը միշտ շեղվում է, սկսում է ինչ-որ մի կուրքեր իր կյանքում ստեղծել։ Եկեք չմոռանանք այն փաստը, որ մենք ծնվել ենք Աստծուց, մենք ունենք նոր բնություն, բայց չմոռանանք, որ այն մեր հին բնությունն էլ դեռ կա։ Եվ այդ հին բնությունից էլ բռնում է սատանա, ասենց որ դու մի քիչ թուլանում ես, քեզ խաբում է, տեսեք մոլորեցնող հոգիներ են, մոլորացնում է, խաբում է, գողանում է ճշմարտությունը եւ քեզ քաշում է էլի, որպեսի իջացնի քեզ, որպեսի գողանա քեզանից, որպեսի մոլորեցնի եւ գցի կռապաշտության մեջ։ Ասում է, ուզում ես Աստծուն, հավատում ես Աստծուն, ասում եմ այո։ Շինի քեզ Աստված եւ հավատա։ Տեսեք ինչ ֆոկուսներ կան։ Մարդիկ խե են այն ժամանակ կուրքեր շինում, որտեվ սատանան էլ կարում է ֆոկուսներ անի, այո։ Այսօր էլ կան մարդկանց կյանքերում նման ֆոկուսներ։ Առաջի Հովհաննես 5:21-ում ասում է. «Որդյակներ, ինքներդ ձեզ հեռու պահեք կուրքերից»։ Սատանան չի կարա լիովին վերցնի քո մտքից, քո սրտից, որ Աստված գոյություն չունի։ Աստված կա, բայց եկեք կուրքերի մեջ Աստծուն պաշտենք, որովհետև ինչքան մարդը լինի կուրքի մեջ, սնահավատության մեջ, այնքան սատանան ավելի ակտիվ կլինի մարդու կյանքում։ Սկզբից, այո, սկզբից միգուցե ինչ-որ ֆոկուսներ ցույց տա։ Գիտեք, սատանան է կարա ինչ-որ բաներ անի, որ մարդուն հաճելի լինի, բայց շատ կարճ ժամանակ։ Եվ մարդը կարա խափնվի այդ կարճ ժամանակին, ասի, բայց ես զգացի, բայց ես հասկացա, բայց ես տեսա, եսի ինչ ֆոկուսներ, բայց հետո հեռացնի ճշմարտությունից։ Տարբեր տեսակի կուրքեր։ Մի քանի բան գրել եմ, աչքի ուլունք, տարբեր տեսակի ամուլետներ, որ մարդիկ կարդում են, չակերտավոր սուրբ պատկերներ, որտեղից է պատկերված, ոչ մեկ չգիտի։ Գիտեք, ասում են դրա մեջ ինչ վատ բան կա։ Անկամ խաչը, տեսեք, խաչը քրիստոնեական սիմվոլ է, հեսա այս խաչից կխոսա, բայց անկամ խաչն է մենք չպետք է կուրք դարձնենք։ Սա ընդամենը փայտ է, իր է, նյութ է, որին կարելի է կպնել։ Աստված հոգի է։ Եվ գիտեք, սրա ամենավատ բանը այն է, որ սատանան փորձում է քո Աստծուն, քո Հիսուս Քրիստոսին քո մեջ իջացնի։
Հենց ինքդ քո մեջ, որ իջհասնես Քրիստոսին, դու պարտված ես։ Եթե Քրիստոսը քո կյանքում նստած է գահի վրա եւ ինքը քո թագավորն է Հիսուս Քրիստոսը, սատանան է պարտված։ Բայց հենց Հիսուսին դու իջհասրեցիր գահի վրայից, ինչ որ մի ուրիշ բանի սկսեցիր հավատալ, իմացի դու պարտվեցիր։ Ուրիշ բան չկա, ուրիշ կուռք չկա, ամեն կուռքի, ամեն սնահավատության, ամեն կրոնական ծեսերի հետևը պահկված է սատանան։ Եվ նա ուզում է գերիշխի քո կյանքում, որովհետև հիշի, ինքը ունի մեկ նպատակ, քեզի տանի ընդ է, որտեղ ինքն է լինելու։ Մահ։ Կուռքն ինչ անում մարդը։ Մարդուն այսօր հասնում ես, ասում ես, խես փղերը դրե տան մեջ։ Տենում եմ փիղա դրե տան մեջ, ասում եմ, էս ի՞նչ է, խես դեր, էսի սնահավատություն է։ Ասում է, չէ, դե էսի դրել են, որ փողի բան է, փող բերի, ասել են, որ տենց որ դնես հավատաս փող կբեր։ Ասում եմ, բայց չէ որ դու քրիստոնյա ես։ Չէ որ մենք պետք է Աստծուն հավատանք, Աստված հոգի է, ոչ թե փղերին կամ ոչ թե աշկի ուլունքին։ Մենք էլ sense սկսում են ֆրցնել այդ մարդիկ։ Բայց չէ, հավատ չենք դնում, դե պրոստը այնպես դրած է, էլի, դրած է տան մեջ, թող մնա, էլի։ Ասում եմ, սուտ եք ասում։ Դուք հավատք եք դնում դրա մեջ։ Եվ ամենավախենալուն գիտեք ինչն է, որ դուք հույս եք դնում դրա վրա։ Իսկ ինչի վրա դու հույս ես դնում, դա է հենց քո Աստվածը, չէ՞։ Հույսը վերջում է։ Իմացեք, վերջնագագաթնակետը դա մարդու հույսն է, դա Աստված է։ Եթե դու հույս ես դրել այս փղերի վրա, այս աշկի ուլունքի վրա, խաչի վրա, ամուլետների վրա, ինչ որ տարբեր տեսակի, դա դու աստվածացրել ես։ Այսինքն ամենավախենալուն այն է, որ դու դա քո հավատքով բարձրացրել ես Աստծուց վեր ես դասել քո կյանքում։ Եվ հենց դա դառնում է կուռք, որը որ ատում է Աստված եւ պետք չի դա մեր կյանքում։ Մի քանի հոգիների մասին էլ խոսամ։ Ստրկության հոգի։ Հռոմեացիների 8:15, որովհետև դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք։ Ծառայության, երբ որ ստե գրածա ծառայության, հենց ստրկության հոգի։ Մենք ստրկության հոգի չստացանք, որպեսզի վախենանք։ Այս հոգին փորձում է վերադարձնել մարդուն աշխարհ, նորից կապել մեղքի հետ, վերադարձնել հին բնությունը, դարձնել մարդուն կախվածություն ունեցող մարդ, վերահսկել մարդուն, այսինքն կոնտրոլ անել մարդու կյանքը։ Դուք նկատել եք, որ Աստված չի վերահսկում մեզ։ Ինչքան հիանալի է, չէ՞, որ քեզ չեն վերահսկում։ Պատկերացրու դու ապրում ես մի ընտանիքում, որտեղ դու չես վերահսկվում։ Այսօր ամուսինը կնոջն է վերահսկում, կինը ամուսնուն, եւ այլ, այն մեկը նրան, մյուսը նրան, դու սենց պետք է ան, դու նենց պետք է աներ, բայց նկատել եք Աստված տենց չի։ Եկեք Աստծուց սովորենք ու ապրենք ազատ։ Վերահսկողության հոգին Աստծուց չի, վերահսկողության հոգին սատանայից է։ Ինչի՞ չպետք է վերահսկի, որպեսզի թույլ տա մարդը ինքը իրանով զարգանա։ Մարդը պետք է ինքը իրենով զարգանա։ Դրա համար Աստված չի վերահսկում, Աստված չի ստիպում։ Այսօր շատերը ասում են, ինչի են մուսուլմանները 5 անգամ օրական, տեսեք ինչ լավ աղոթք են անում, բա քրիստոնյաները ինչքան ուժեղ է նրանց հավատքը, ասում են։ Ասում են մի րոպե, որովհետև իրանց Ալլահը, սուտ Աստվածը, խաբեբան, վերահսկում է իրանց, դա կոնտրոլի հոգի է իրանց վրա։ Իսկ ինչն է քեզ պահել, որպեսզի 5 կամ 10 անգամ աղոթք չանես։ Գնա դու էլ արա։ Գիտես, տարբերությունը իրանց սուտ Աստվածի ու մեր ճշմարիտ Աստվածի, որ տիեզերքի Տերն է ու արարիչն է, այնա որ մեր Աստված մեզ չի վերահսկում։ Մեզ ազատ է թողել, մեզ ազատություն է տվել եւ կամք է տվել։ Մի քանի հոգիների մասին եմ ասում։ Սուտ հոգի, կեղծ հայտնություն է բերում։ Տկարության հոգին, հիվանդություն եւ թուլություն է բերում։ Սա այսանք ինչ որ կարծում եմ, սա սատանայական բաներ է։ Սատանայական հոգիները ընկած դևեր են, որ երկնքից ընկել են եւ մարդկանց կյանքերի մեջ այսօր փչացնում են մարդու կյանքը։ Տկարության հոգին, սա այս ամեն բոլոր հոգիների անունները Աստվածաշնչից են վերցրել։ Աշխարհի հոգի ձևավորում է աշխարհային մտածելակերպ։ Տանում է պոլիտիկա, տանում է աթեիզմ, տանում է տարբեր տեղեր, որտեղ Աստված քեզ պետք չի։ Եվ հենց սա, այս աշխարհի հոգին, աշխարհի իշխանը մի տեղ էլ գրած,
ինքը հենց ծածկում է մարդու սիրտը, որպեսզի մարդու սիրտը չլսի ճշմարտությունը։ Ես անոր մի քիչ էս պահի վրա խորեցի, ուզում եմ կիսվեմ։ Ասում եմ Տեր ասված, կարդում եմ, ասում եմ, եւ այս աշխարհի որդիները չեն լսում, չեն տեսնում, ինչի որտեվ այս աշխարհի իշխանը ծածկել է նրանց սիրտը իր ծածկոցով։ Եվ երբ որ նայում եմ, տեսնում եմ, որ այդ նույն ծածկոցը եղել է այն ժամանակ էլ, Հիսուսի ժամանակ էլ, ու այսօր էլ կա այդ նույն ծածկոցը, չի փոխվել։ Սատանայի պոլիտիկան չի փոխվում։ Այսօրում հարցնում ես պոլիտիկա են նայում հեռուստացույցով։ Օրվա ժամանակի շատ մասը դրածա պոլիտիկայի վրա։ Գիտեք դա ինչ է։ Դա սատանայի ծածկոցն է։ Ինչ է փոխվում, որ դու պոլիտիկա ես նայում։ Ինչ է փոխվում, որ Տրամփը բա իմացաք ինչ ասեց, Փաշինյանը իմացաք ոնց աղոթեց, այն Զելենսկին իմացաք ինչ հայտարարեց։ Ում է դա պետք։ Փոխելու է դա իմ ու քո կյանքը։ Թե սա ուղղակի սիրուն դերասանություններ է, որտեղ որ այսօր պոլիտիկներն էլ դերասաններ են ընտրվում, գիտեք ինչ է, որպեսզի լավ իրանց դերը խաղան։ Դա ինձ չի հետաքրքրում։ Աստված իրանց օրհնի, իմաստություն տա, որպեսզի ապաշխարեն եւ ճիշտ կառավարեն երկիրը։ Մենք աղոթում ենք իրանց համար։ Բայց գիտես, պես չի մտնել այդ ծածկոցի տակ, որը որ կառավարի քո կյանքը։ Փաշինյանի որոշումից չի կառավարվելու իմ կյանքը, չի անցնելու իմ կյանքը, ոչ էլ Տրամփի, այլ Հիսուս Քրիստոսի որոշումից եւ իմ որոշումից դեպի Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոսը քայլ արա եկել է դեպի ինձ ու քեզ, բայց իմ ու քո քայլը մեկ բան կա, մեկ բան, շատ դժվար, տեսեք Աստված այնքան պրակտիկ է ամեն ինչ արել եւ շատ դժվար քայլերով չի ասում, ոնց ազատվենք այս հոգուց, այն հոգուց, տարբեր տեսակի խառը պիղծ հոգիներ կան, որ փչացնում է մարդու կյանքը։ Գալիս է մարդու կյանքի վրա եւ իշխում է մարդու կյանքը։ Մի բան կա, որ մենք պետք է անենք։ Լցվել Աստծո հոգով։ Ինչքան հեշտ է, չէ՞։ 3 բառ։ Լցվել Աստծո հոգով։ Երբ որ դու կլցվես Աստծո հոգով, սատանան տեղ չի ունենա։ Ինչի սատանան այսօր տեղ ունի։ Էլի եմ ասում, հիվանդությունների մեջ, քո թալանի մեջ, քեզ թալանում է, թղթաբանական խնդիրների մեջ եւ այլ տարբեր բաների մեջ նա տեղ ունի, գործում է, ինչի տեղ եմ տվել։ Լցրու Աստծո հոգով բոլոր տեղերը, բոլոր շտեմարանները քո կյանքի լցրու Աստծո հոգով եւ հույսը դիր մենակ Աստծո վրա։ Գիտեք, ես ես բաժակն էի ուզում վերցնել, բայց հասա սրան։ Տեսեք, մարդը ինքը անոթ է։ Աստվածաշունչը ասում է, մարդը նման է անոթի, որը պետքա լիքը լինի։ Դատարկ անոթ ոչ միտեղ չի լինում։ Եթե Աստված ստեղծել է անոթ, ուրեմն նպատակ կա, որ այս անոթը պետք է լիքը լինի։ Պատկերացրու դու շուշե գործես եւ դու ստեղծում ես մի հատ բանկա ես քո համար ստեղծել։ Նպատակ կա, չէ՞, բանկեն հո չես ստեղծել, որ դատարկ դնես պատվալում։ Նրան պետքա լցնես ինչ-որ բանով, կամ առել ես այդ բանկեն։ Թթու կարաս մեջը դնես, կամպոտ փագես մեջը, տարբեր բաներ։ Նույնն էլ Աստված, եթե ինքը մեզ ստեղծել է որպես անոթ, ասում է դու անոթ ես։ Մի նպատակ ունի, որպեսզի այս անոթը լցված լինի։ Եվ ցավոք սրտի, եթե, տեսեք, ջուրը կեսն է, եթե այս անոթը լցված լինի 60, 70 կամ 80%-ով, այն դատարկ տեղը, եթե դու Աստծով չլցնես, սատանան գալու է ու տեղավորվի այդտեղ։ Տեղավորվելու է անպայման, որովհետև այս անոթը դատարկ չի մնալու։ Բայց եթե դու բոլոր քո տոկոսները լցնես Աստծով, Աստծո հոգով, սատանային տեղ չես թողնի։ Ինքը տեղ չի ունենա, ինքը ասեն, գիտեք, Հիսուսը մեզի իշմար էր տալի, ասում էր, դևը, ասում էր, երբ որ դուրս է գալի մարդու մեջից, գնում ամբողջ աշխարհում շրջում է, դա իր գործն է, իրանք շրջում են տեղ են ման գալի, որովհետև նրանք մարմին չունեն։ Դևերը դրանք հոգիներ են, անմարմին էակներ են, դրանք չունեն մարմին, դրանց պետք է մարմին, որպեսզի իրանց վատ գործերը անեն։ Եվ գալիս է իր նույն տուն։ Եթե տեսնում է այդ տունը դատարկ, տեղավորվում է այդ տան մեջ։ Հետն էլ իր ընկերներին է բերում։ Իր վատ ընկերներին, որ արդեն ուժեղ սպայկա լինեն։ Գիտեք, բայց երբ որ ինքը տեսնում է այդ տունը լիքը Աստծով, ինքը շանս չունի այդտեղ մտնելու։ Եթե պիղծ հոգին տեսնում է իմ բոլոր կյանքի վայրերում, իմ բոլոր կյանքի տեղերը լցրած է Աստծո հոգով եւ իմ հույսը Աստվածը եւ ես լիքն եմ, ինքը շանս չունի։ Գիտես, եկեղեցի գալ գնալով մենք
չենք փոխվի, ուղղակի որ գանք եկեղեցի, այն չի նպատակը, ես եկել եմ Տեր իմ Աստված եկեղեցի, նստել եմ դե հն, ինձ մի լավ բան արա, տենա միշտ կարաս իմ համար անես։ Գիտեք, տենց չի աշխատում։ Աշխատում է մեր գիտակցությունը եւ մեր հավատքը, երբ որ մենք սովորում ենք Հիսուսից։ Հիսուսը մի պատվեր տվեց իր աշակերտներին, ասեց գնացեք ամբողջ աշխարհը ուսուցանեք եւ աշակերտեցեք։ Գիտեք, մեծ հաշվով մենք աշակերտում ենք, ինչի համար է աշակերտվում, որպեսզի դու հասկանաս, գիտություն վերցնես։ Ես եթե չիմանամ սատանայի գործերը, ինքից կհաղթի, ինքը կգա իմ կյանքը, կսկսի կառավարել իմ կյանքը։ Բայց ես չեմ ուզում, ես քրիստոնյա եմ։ Եկեք լինենք այն քրիստոնյան ու այն եկեղեցին, որ սատանան տեղ չի ունենալու մեր մեջ։ Մեր մեջ ունենալու է տեղ մենակ Հիսուս Քրիստոսը, մեր բոլոր կյանքի սվերաները, մեր բոլոր կյանքի վայրերը պետքա լցված լինի Աստծու հոգով։ Եվ Աստծու հոգով պետքա լցված լինի, ոչ թե մենակ եկեղեցում լցվենք, ամեն օրը Դավիթը ասում է, առավոտից Տեր փնտրում եմ քո երեսը։ Ինչի է Դավիթը փնտրում Տիրոջ երեսը, որպեսզի լցվի նրանով։ Դավիթը այն մարդն էր, որ միշտ թշնամի ուներ։ Գիտես, դու ես այն մարդը, որ միշտ ունես այդ թշնամին։ Դու Դավիթն ես։ Դու Դավիթն ես։ Մի կարծի, որ դու Սողոմոնն ես, չէ, դու Սողոմոնը չես։ Դու Դավիթն ես, որ իր սկզբից մինչև վերջ իր պատմության ինքը ուներ թշնամի։ Եվ քանի դու ապրում ես այս մարմնիդ մեջ, դու ունես թշնամի։ Եվ Դավիթը օրը սկսվում էր նրանով, որ ինքը ունի թշնամի, ինքը պետքա պաշտպանվի իր թշնամիներից, ինքը պետքա ճիշտ քայլեր ձեռնարկի, որպեսզի պահի ինքը իր կյանքը ու իր թագավորությունը ու իր ընտանիքը։ Եվ մենք շատ նման ենք Դավիթին։ Եկեք Դավիթից սովորենք այդ սաղմոսները, երբ որ կարդում ենք, զորացնում է մեզի։ Ասում ես ո՞նց լսվեմ Աստծու հոգով։ Բաց սաղմոսները կարդա։ Ուղղակի բաց սաղմոսները կարդա կլցվես Աստծու հոգով, կզորանաս Աստծու հոգով։ Մի քանի տեղել եմ կարդում։ Կամեցիր Հիսուսին։ Կամեցիր Հիսուսին։ Գիտեք, ես ուզում եմ այն փաստի վրա կանգնենք։ Ես խոսացի այսօր, որ սատանան կարա շատ բան գողանա։ Քո առողջությունը, քո ուրախությունը, նման բաներ։ Բայց մեկ բան կա, որ սատանան չի կարա գողանա։ Մեկ բան կա, ու դա շատ կարևոր բան է։ Քո կամքն է։ Դա քո որոշումն է, վերջնական որոշումդ։ Աստված թույլ չի տվել, որ սատանան գողանա դա։ Եվ կյանքում թույլ չի տա։ Աստված էլ չի գողանում, չի վերցնում դա մարդուց։ Աստված ոնց մարդուն ստեղծել է, կամավոր մարդ, ընտրություն կայացնող մարդ, տենց էլ մարդը մնում է մինչև վերջ։ Դրա համար ամեն մեկս մեր կյանքի համար պատասխանատու ենք։ Գիտեք, Աստված երբեք մեղավոր չի, ինչ որ կկատարվի իմացեք, ինչ որ կկատարվի քո կյանքում, դու քեզ վերանայի, դու միշտ քեզ վերանայի, որտեղ եմ թերացել Տեր, որտեղ է իմ սխալը։ Եթե դու քեզ չտեսնես, քո սխալը չտեսնես ու չգնաս նրա մոտ, ով քո սխալը կշտկի եւ քեզ կլցնի ճշմարտությունով, դու տենց էլ պարտված կմնաս, կսկսես մեղավորներ փնտրել քո կյանքում։ Վերջում որ մեղավորներ էլ չգտնի մարդը, Աստծուն կսկսի մեղադրել։ Մարդու ընկած բնությունը հենց ի սկզբանե երևաց Ադամի ու Եվայի մեջ։ Ի սկզբանե իրանք արտահայտեցին դա։ Իրանք սկսեցին մեղավորներ փնտրել։ Իրանք հասկացան, որ Ադամն ու Եվան իրանք չզգացին մեղավոր այդ բային։ Դա սարսափելի է, երբ որ մարդը իր մեջ չի տեսնում իր սխալը, բայց ինչ որ մեղավորներ է փնտրում։ Վերջում է Աստծուն մեղադրեց Ադամը։ Ասեց այն կինը, որ ինձ տվեցիր, այն օծը, այն կինը, կամ այն կինը, հետո այն օծը։ Դիվահար մարդու պատմությունը լսել եք, լեգիոն, մեջը 2000-ից ավել դեպ կար։ Հիսուսը եկավ այդ մարդու մոտ։ Գրած է, ես բոլոր չեմ կարդա, բայց կպատմեմ։ Ինքը շատ դիվահարված մարդ էր։ Ոչ մեկս տենց չենք։ Բայց այս մարդը շատ դիվահարված էր։ Իր միտքը անգամ դևը այնքան էր վերցրել, որ ինքը իրան խփում էր պատերին։ Ինքը գերեզմանոցներում էր ապրում, նորմալ չէր հագնվում, վրից հոտ էր գալի, հասկանում եմ, ահա որ վիճակի մեջ էր այս մարդը։ Ոչ մեկ դեմը չէր կարում առնել։ Անգամ իրան շղթաներով բռնում կապում էր, պոկում էր այդ շղթաները։ Չէր ենթարկվում։
Բայց մի բան կար, որ ես այդտեղ էսի կարդալուց տեսա, որ սատանան էսի չի կարող գողանա։ Մի բան կա, երբ որ Հիսուսը եկավ այդ վայր, որտեղ այդ դիվահարն էր, գիտեք ինչա գրած։ Ինքը վազելով եկավ ու երկրպագեց Հիսուսին։ Էսի գիտեք ինչն է։ Իր կամքն է։ Եվ իր կամքը ճիշտ տեղը օգտագործելով մարդը ազատվեց ամբողջ դիվական համակարգից։ Ամբողջ դիվական համակարգից ազատվեց։ Դա համար միշտ մարդը ունի կամք։ Դու կարաս լինես մեծ խնդիրների մեջ, բայց երբ որ դու քայլ ես անում դեպի Հիսուսը, ոչ թե կրոնական քայլ, այլ հավատքի քայլ, որովհետև կրոնական քայլը Աստված չի համարում քայլ։ Հավատքի քայլ, հավատքով, որ Հիսուսը քո պատիժը կրել է, Հիսուսը քո խնդիրները բոլորը խաչել է խաչի վրա։ Երբ որ դու անում ես հավատքի քայլ, դու Հիսուսի մոտ ես անում այդ քայլը, եւ Հիսուսը լուծում է այս հարցը։ Գիտեք, մենք ինքնուրույն ոչ մի բան չենք կարող անենք։ Մեզ Տերը պատվիրել է սիրենք միմյանց եւ սիրենք Աստծուն, կամ հակառակը, սիրենք Աստծուն եւ սիրենք միմյանց։ Որն է կարևոր։ Ինձ թվում է, որ մեկն էլ երկուսն էլ կարևոր են։ Երկուսն էլ այնքան կարևոր է, որ մենք չենք կարող անգամ տեղադրենք, ասենք, էսի առաջի տեղում դնենք, այնի երկրորդ տեղում։ Եթե իմ ու քո հարաբերությունները եկեղեցում քույր եղբայր ծուռ եղավ, Աստծո հետ էլ է ծուռ լինելու հաստատ։ Կամ եթե Աստծո հետ քո հարաբերությունները ծուռ եղավ, քո քույր աղբոր հետ էլ է ծուռ լինելու։ Խաչը միած սիրուն քրիստոնեական սիմվոլ է։ Գիտեք, չէ՞ ինչա խորհրդանշում։ Այս հորիզոնտալ դիրքը, էսի մարդու մեկը մյուսի հետ հարաբերությունն է։ Մարդու հետ, քույր աղբերը իրար հետ։ Չէ, ասեց եղբայրասեր եղեք։ Իսկ այս ուղղահայց դիրքը սա մարդու ու Աստծո հետ հարաբերությունն է։ Հələ մի հատ փորձի քո եղբոր հետ հարաբերությունը սս ծռի։ Դե մեկ Աստծո հետ էլ է ծռվում հարաբերությունները։ Հնարավոր չի, որ մարդը ասի ես Աստծուն հավատում եմ, ես Աստծուն սիրում եմ, բայց քո հետ չունեմ, ես քո հետ համամիտ չեմ եւ այլ կամ քեզ մարդուն չսիրի։ Գիտեք, իր եղբորը չսիրողը Աստծուն էլ չի սիրում։ Ոնց կարա ինքը ասի ես Աստծուն սիրում եմ, բայց իմ եղբորը չեմ սիրում, եթե Աստծուն դու չես էլ տեսել։ Ոնց կարաս Աստծուն սիրես, եղբորը չսիրես։ Աստծո սերը հենց տեղ է արտահայտվում։ Մեր մեջ, մարդկանց մեջ, միմյանց մեջ, երբ որ մենք մեր մեջ արտահայտում ենք Աստծո սերը, ես սկզբանե ասացի, որ սա մեր պարտքն է։ Ես մենք դրանով լցվում ենք Աստծով։ Էս էլ է մի վայր, որտեղ մենք Աստծով լցվում ենք, եւ սա ամենաուժեղ տեղն է, որտեղ մենք Աստծով լցվում ենք։ Սեր ցուցաբերել, որտեղ Աստված սեր է։ Ամեն։ Սիրեք միմյանց, այո։ Սիրեք միմյանց, որպեսզի լցված լինեք։ Դուք զգացել եք ձեր կյանքում, երբ որ մի բարի գործ եք, կամ սենց սիրտդ մի ձև սենց ուրախանում է։ Ուրախանում ես մի ձև, գիտեք խի։ Սուրբ Հոգին ասեն շարժվում քո մեջ, լցվում է, այդ քո մեջը, այդ քո այդ անոթը լցվում է եւ դու զգում ես, գիտեք, այդ զգացողությունը, այդ ուրախության զգացողությունը մենք պետք է մի զգանք։ Ամեն։ Կուզես Սաղմոս կարդա, կուզես երգի, կուզես հելի, չգիտեմ, աղքատներին հաց բաժանի, ինչ ուզում ես արա, ինչն է քեզ ուրախացնում, ինչն է լցնում քո անոթը Աստծով, էդ էլ արա։ Ուրեմն դրա մեջ էլ կանչված ես։ Էդ էլ արա, գիտեք, այս ուրախությունը, այս լեցոնությունը Աստծո հոգում միշտ պետք է լինի մեր կյանքում, որպեսզի սատանան տեղ չունենա։ Ամեն։ Եկեք բարձրանանք աղոթքի։